Անդրադառնալով հարկային բեռին եւ բռնությանը, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, պետք նախագահը այդ համոզումը չունի եւ իր վերջին ասուլիսում վստահեցրել է, որ պետք չէ բեռ անվանել մի բան, որը որ նվիրատվություն է ընդհանուր համընդհանուր երջանկության համար։ Ձեր դիտարկումները։ Ես խորհուրդ կտամ պետք նախագահին կարդալ սահմանադրություն, հասկանալ ընդհանրապես հարկերի ուղղությունը որտեղ են կայանում, որտեղ հարկը մի կողմից սահմանադրական պարտականություն է, հաջորդ կողմից շարունակվում է լինել հարկային օրենսգրքով կարգավորվող ծախս, բեռ, հարկատուի ուսերին եւ մյուս կողմից ինքը հարկը պետք է լինի ոչ թե երջանկության չափիչ, այլ հարկը պետք է լինի որոշակի ծառայությունների վճար։ Այսինքն մարդը պետք է ունենա ապահովվածության զգացում, անվտանգային առումով, առողջապահական առումով, կրթական առումով, ապագայի կանխատեսելիության առումով եւ այսպես շարունակ բոլոր ոլորտները կարող ենք թվարկել։ Հետևաբար եւս մեկ անգամ կոչս պետք նախագահին հարկերի էությունը լավ սերտել, նոր խոսել հարկերի մասին։ ՊՄԾ-ների ինչ հարկային պարտավորություններ թաքցնելու մասին էլի տեսակետներ են հնչնում պաշտոնական շրջանակներում, այս առնչությամբ որպես մասնագետ ինչ համոզում ունեք դուք։ Խորհուրդ կտամ հարկերի թաքցնելու փոխարեն իրենք խոսեն հարկային բռնության վերաբերյալ։ Բոլոր ոլորտներում հարկային հարձակումների, սկսած խոշոր բիզնեսից, շարունակելով մանր միջինով, մինչև միկրո եւ մինչև ֆիզիկական անձինք։ Ինչու եք պայմանավորում բյուջեն լցնելու։ Հայաստանում կա բյուջեն լցնելու խնդիր, 2025 թվականի ընթացքում մոտավորապես 400 միլիարդ դրամի թեր հավաքագրման խնդիր ունեն, ընդ որում հենց այսօր ներկայացվել է ֆինանսների նախարարությունում նոր հարկային օրենսգրքի հայեցակարգը, որտեղ մեր խորհրդի անդամներից մասնակից կար, նախատեսվում է հարկեր հնարաբերակցությունը հասցնել 30%, ինչը նշանակում է բոլոր հարկատեսակների գծով հարկային բեռի էական ավելացման, ինչը մի մասնիկն է քաղաքականության, պետական ապամոնտաժման, ընդհանրապես մի բաղադրիչն է, որ այդ թվում հարկերով ծանրաբեռնեն մարդկանց, որպեսզի թողնեն եւ գնան Հայաստանի Հանրապետությունից։ Վերադառնալով հենց օրվա օրակարգերին, հատկապես որպես Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար, ինչպես եք գնահատում Փաշինյանի եւ նրա տիկնոջ հայտարարությունները, որոնք ուղղված են հայ առաքելական եկեղեցուն, վիրավորանք, քննադատություն, տեղ-տեղ նաեւ զրպարտություն պարունակող հայտարարություններ։ Ես նրանց համարում եմ շատ փոքր մարդիկ, որպեսզի ես նրանց վերաբերյալ որևէ մեկնաբանություն տամ, ընդհանրապես երևույթի վերաբերյալ իմ կարծիքը դիտարկումը կասեմ։ Նախ աջակցությունս եմ հայտնում հայ առաքելական եկեղեցուն եւ հարցին վերաբերում եմ հետեւյալ տեսանկյունից։ Ձեր նշած մարդիկ եկել են Հայաստանի Հանրապետությունը ապամոնտաժելու եւ լուծարման վերջնական փուլն են սկսել։ Եկեղեցին միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որը դեռևս կարողանում է ինստիտուցիոնալ կերպով աշխատել, ունենալ ազդեցություն, այդ թվում աշխարհում ունենալ ազդեցություն, որովհետեւ հենց հայտարարության մեջ էլ մեր հարգարժան սրբազան հայրերից մեկի գրված էր, որ վեհափառ հայրապետը գտնվում է Շվեյցարիայում, որտեղ միջազգային համաշխարհային այսպես համաժողով է, որի շրջանակներում խոսում են, բարձրացնում են Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցների խնդիրը, Արցախի բռնազավթման խնդիրը, արժանապատի վերադարձի խնդիրը եւ մի միջավայրում, որտեղ ադրբեջանցիների ներկայացուցիչները թողել եւ փախել են այդտեղից։ Բնականաբար դա պետք է կատաղության հասնել ձեր նշած անձանց եւ բնականաբար նրանք պետք է այդպիսի վարքագիծ դրսեւորեն։ Ես նորից եմ կրկնում, ասելիք չեմ կարող ունենալ այդպիսի թափտրուկների հասցեին, թող մտածեն իր տեղակալները, իր նախարարները, իր հետ աշխատող մարդիկ, իր թիմակիցները, թե ինչպիսի մարդու ենթակայության, ուղղահայաց ենթակայության տակ են աշխատում, սա կարծում եմ արժանապատվության նաև խնդիր է, որովհետև ես մի անգամ մի առիթով հայտարարել եմ, շարունակաբար հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գոյությունը ընդհանրապես յուրաքանչյուր հայի անձնական ամոթն է։